Գոյամարտ սերիալն իսկապես մտնում է նոր, ավելի խորը ու հուզական փուլ: Եթե մինչ այս պատմության առանցքում անցյալի գաղտնիքներն էին, ապա հիմա արդեն պայքարը դառնում է ոչ միայն ճշմարտության, այլ նաև գոյատևման համար: Լեոյի և Լեայի հարաբերությունները սկսում են ձևավորվել ոչ թե պատահական հայացքներից, այլ իրական փորձությունների միջով: Նրանց միջև կա հպարտություն, կա անասելի ձգողականություն, բայց նաև պատնեշներ, ընտանիքների պատմությունը, Հունանի կոշտ դիրքորոշումը, Լեոյի ինքնասիրությունը: Լեան առաջին անգամ տեսնում է Լեոյի իրական պայքարը ոչ թե ռինգում, այլ կյանքում: Նա հասկանում է, որ Լեոն պարզապես համառ երիտասարդ չէ: Դավիթ պապի և Հունանի հանդիպումը դառնում է հերթական լարված բախումը: Պապը գնում է խոսելու Լեոյի մարզումները շարունակելու մասին, առանց իմանալու, որ կանգնած է հենց իր որդու ճակատագրի պատասխանատու մարդու դիմաց: Հունանի ագրեսիվ պահվածքը ցույց տվեց, որ նա չի մոռացել անցյալը, բայց պապը չի խեղճանում: Իհարկե դեռ նրանք չգիտեն, թե ովքեր են իրար դեմ դիմաց կանգնած, բայց արժանապատվությունը պապի համար ամենաառաջնայինն է: Այդ տեսարաններում հստակ զգացվում է, որ ճակատագիրը նրանց կրկին բերում է նույն կետի, այս անգամ արդեն որդիների փոխարեն թոռների միջոցով: Մինչ այդ Դավիթը լուռ, առանց բողոքելու աշխատում էր հացի փռում: Նա այն կերպարն է, ով չի սիրում բարձրաձայնել իր զոհողությունները: Նրա համար ընտանիքն առաջնային է, բայց ճակատագիրը հերթական հարվածն է հասցնում հենց նրան: Մտքերով ընկած սայթաքում է և կրակի մեջ է հայտնվում նրա ձեռքերը, որը դառնում է ողբերգական շրջադարձ: Իհարկե փառք Աստծո, նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց երկու ձեռքերն էլ խորը այրվածքներ են ստանում: Եվ սա պարզապես ֆիզիկական վնասվածք չէ, դրանք ընտանիքի հենարանի կոտրումն են: Հիմա հարցը միայն առողջությունը չէ: Տան վարձը, մանանի ուսման վարձը, սնունդը, ամենօրյա ծախսերը, ամեն ինչ կախված էր նրա աշխատանքից: Դավիթի անկարողությունն աշխատելու նշանակում է, որ ընտանիքը կանգնելու է ֆինանսական կործանման եզրին: Եվ հենց այստեղ է, որ Լեոյի վրա է ընկնելու ամենածանր բեռը: Նա արդեն ոչ միայն բռնցքամարտիկ է, այլ ընտանիքի պատասխանատու տղամարդ: Նրա ինքնասիրությունը ստիպված է բախվել իրականությանը: Հավանաբար նա պետք է գնա բանկոցների մոտ ներողություն խնդրի, գուցե անգամ ստորացվի, միայն թե վերադառնա ռինգ: Որովհետև հիմա բռնցքամարտը նրա համար երազանք չէ, այլ անհրաժեշտություն: Սա Լեոյի իսկական գոյամարտն է: Նա պետք է ընտրի պահել հպարտությունը, թե փրկել ընտանիքը: Եվ կարծեք թե նա պատրաստվում է կուլ տալ իր ցավը հանուն պապի, եղբոր և քրոջ: Լեայի համար սա ևս մեկ փորձություն է: Նա տեսնում է, թե ինչ դժվարությունների մեջ է Լեոյի ընտանիքը: Եթե մինչ այս նրանց հարաբերություններում կար թեթևություն, հիմա գալու է հասունությունը: Լեոն պետք է որոշի արդյոք կկանգնի Լեայի կողքին, թե կընտրի այլ ճանապարհ: Սերիալը գնալով ավելի խորն է դառնում: Այստեղ ամեն կերպար կանգնած է ընտրության առաջ: Հունանն իր հին ատելության ու ներկայիս պատասխանատվության միջև, Ավոն իր դավադրությունների ու բացահայտման վտանգի միջև, պապը հույսի ու ցավի միջև, իսկ երիտասարդները սիրո ու թշնամանքի միջև: Գոյամարտը կրկին ապացուցում է, որ իրական պայքարը ռինգում չէ, այն մարդու ներսում է: Երբ հպարտությունը բախվում է պարտականությանը, երբ սերը բախվում է անցյալի մեղքերին, երբ ընտանիքը դառնում է և ուժ և ցավ: Առջևում հաստատ ծանր, բայց չափազանց հուզիչ սերիաներ են սպասվում: Եվ ամեն ինչ ցույց է տալիս, որ այս անգամ Լեոյի հաղթանակը միայն մրցանակի մասին չի լինելու: Դա լինելու է նաև ընտանիքի փրկության մասին: Իսկ մինչ կբացահայտվեն շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն: Բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին, առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը: Իսկ մենք ձեզ համար կբացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ: Միացեք մեզ, որպեսզի լինեք տեղեկացված: Իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես թեժ է: Թե ինչ զարգացումներ են լինելու և ով է հաղթելու, ցույց կտա ժամանակը: Բայց երևում է, որ Վովան Լեոյի հետ չի ռինգում մրցելու: Այստեղ սցենարիստը հավանաբար որոշել է, որ երկու եղբայրներին միմյանց դեմ չհանի, հակառակը, եղբայրներից մեկը դուրս գա Գրիշոյի հետ, որովհետև
Վերջին սերիաներից պարզ է դառնում, որ հայրը Գրիշոյի հետ ռինգում պարապում է, իսկ դա նշանակում է, որ Գրիշոն որևէ մրցման է մասնակցելու և հավանաբար արդարությունը հաղթելու է, եղբայրները հաղթելու են։ Լեոն, թե Վովան դուրս կգա ռինգ, ցույց կտա ժամանակը։ Նաև պարզ կլինի, թե ինչի է պատրաստ Լեոն իր ընտանիքի համար։ Դե ինչ, միացեք մեզ ու գրեք ձեր կարծիքները։ Նշենք նաև, որ Ռոզի ավետի սովային մարմնավորող Իննան հիացրել է հեռուստադիտողներին իր ընտանիքի նվիրվածությամբ և իր կերպարով։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի իր ընտանիքի վրա ոչ ոք չծիծաղի, այդ թվում Ավոն, ում նա ուղղակի ատում է, մեղմ ասած։ Նա գնացել էր Ավոյի սիրուհու մոտ ու նրան բացատրում էր ամեն ինչ, բայց նոր զարգացումներն առջևում են, թե ինչ նպատակով է Ավոն ամուսնացել Լեռնայի հետ, կիմանաք շատ շուտով։